Սիրելի քրիստոնյա հավատացյալ, երբեմն լինում են կյանքում իրավիճակներ, երբ հազար մասի ես կիսվում, փշրվում ես դժվարություններից, բայց նորից քեզ հավաքում ես եւ քեզ հիշեցնում, թե դու ով ես, դու Աստծո որդի ես, դու Աստծո դուստր ես։ Ես ուզում եմ քեզ ողջորել Աստվածաշնչյան այս խոսքերով։ Օրհներգիր Տիրոջը, ով անձին, եւ ամեն ինչ, որ իմ ներսում է, թող օրհներգի նրա սուրբ անունը։ Օրհներգիր Տիրոջը, ով իմ անձ, եւ մի մոռացիր նրա բոլոր բարիքները, որ ներում է քո բոլոր մեղքերը եւ բժշկում է քո բոլոր ցավերը, որ փրկում է քո բոլոր կյանք ապականությունից, որ պսակում է քեզ շնորհով եւ գթությամբ, որ քեզ միշտ հագեցնում է բարիքներով եւ քո երիտասարդությունը նորոգում է արծվի պես։ Ցերիս բազմաթիվ անգամներ կարող ես քեզ հիշեցնել, օրհներգիր Տիրոջը, ով իմ անձ, ինչու ես տրտմել, ով իմ անձ, չէ՞ որ կյանքում շատ անգամներ ա եղել, երբ իրավիճակը շատ անգելանելի է թվացել, բայց Աստված հայտնվել է իր փառքով եւ իր ողորմությամբ եւ ցույց է տվել իրեն քո կյանքում, բացահայտել է քեզ համար իր ողորմությունը, իր շնորհքը, իր բարությունը։ Հիշիր եւ քեզ հիշեցրու, ասա, ինչու ես տրտմած, ով իմ անձ, եւ ինչու ես մոռանում նրա բարիքները։ Աստված բարի եւ հավատարիմ է Տերը, հավատարիմ է իրեն սիրողների համար, ամրացի եւ շարունակի ապրել հավատքով։